Արտիկցիներ ջան, ողջունում եմ ձեզ։ Արագածի ստորոտին թիկնած։ Հայաստանին Երևանի շինարարության համար աշխատած տասնամյակներով։ Երևանը կառուցած, մասնակցած։ Այս քաղաքը այսօր ապրում է իր ոչ լավագույն ժամանակները։ Այս համայնքը ապրում է իր ոչ լավագույն ժամանակները։ Համայնքը ու մարզը, ինչպես մեր Ռուբենը ասեց, Հայաստանի ամենաաղքատ մարզն է, ժողովուրդ։ Ամենաաղքատ մարզը։ 8 տարի առաջ ու հիմա աղքատությունը 2%-ից ավել էլ չի իջել։ 42% մարդկանց քյասիբության մեջ է։ Քաղաքներում չկան աշխատատեղեր, մենակ պետական աշխատանքներն են։ Չի ստեղծվել որևէ բան, որ մարդկանց լավ կյանքի հույս կտա։ 8 տարվա ընթացքում պետությունը վերցրել է $7 միլիարդ պարկ։ Եթե դրա 1%-ը ճիշտ ծախսվեր այստեղ, վստահ եղեք, ոչ մեկ խոպան գնալու կարիք չեր ունենա։ Բայց բոլոր գյուղերը արդիկի ապրում են խոպանով, ժողովուրդ։ Ինչն է լուծումը։ Լուծումը երկրի մոտեցման փոփոխությունն է։ Այս ձևով հարկ հավաքեն, բյուջեն ասֆալտ անեն, գնան տուն։ Երկիր չենք կառուցի։ 8 տարի կանցնի, բոլորս մի քիչ ավելի տարիքով կլինենք։ Ու կտեսնենք, որ կորցրել ենք եւս 8 տարի, արել ենք մի փոքր ասֆալտ, բայց երիտասարդների կյանքում որևէ դրական փոփոխություն չի եղել։ Աշխատատեղ չի եղել, մարդիկ մեկնել են կամ Երևան, կամ խոպան են գնացել ընտանիքներով։ Հեն էլ են դեպքում, եթե անգամ այդ խոպան գնացած երկրի հետ հարաբերությունն է վատանում։ Անգամ խոպանի վերջի հույսը, Հայաստանի պետությունը, ժողովրդին չկարողանալով այստեղ գործով ապահովել, հիմա նոր խնդիր է ստեղծում, մարդիկ որ դուրսն էլ գործ անեն։ Գիտեք, որ երկրները սահմանափակում են մտցնում, դաշնությունը սահմանափակում է մտցնում հայերի համար ընդեղ գնալու։ Անգամ նրանց հետ է հարաբերությունը փչացրել։ Մենք պետքա փոխենք մոդելը, գործարաններ, շինանյութի համար, Հայաստանի, մի անգամ ասել եմ, մի անգամ եմ ասում, շինանյութի համար, Երևանին մատակարարելու համար, ամբողջ Հայաստանի, այս քաղաքը իդեալական քաղաք է, իր բոլոր հանքային պաշարներով, հանքերով, ժողովրդով, տարբեր արտադրություններ, մասնագիտացված է ուղղությամբ, որ ժողովուրդը մնան համայնքում։ Այս նույնը, եթե չի արվում, մենք նույն տաշտակի առաջ ենք։ Էսի պետք է արվեր 10 տարի առաջ, պետք է արվեր 5 տարի առաջ, պետք է արվեր 2 տարի առաջ, չի արվել։ Եթե չի արվում, էլի 5 տարի հետո էլ ենք այս նույն բանը խոսալու, բայց ավելի քիչ բնակչությամբ, ավելի քյասիբ համայնքներով։ Հիմա ինչն է մեր առաջարկը։ Այն մարդը, ով գիտի ամենաշատ աշխատատեղ ստեղծելը, լավ աշխատանքով ապահովելը, լինի Հայաստանում դրա պատասխանատուն, հաց տուխը հացը տխի, որպիսի գործազուրկ մարդ մեր հայրենիքում չլինի։ Երկրորդ բանը, կարևոր, ինչու է պետք աշխատանքով ապահովել մեր ժողովրդին, որ չգնան, որ բնակչությունը չիջնի, դպրոցները չփակվեն, իսկ ինչու է դա պետք մեզ բոլորիս ամեն օր, որովհետև հարևան երկիրը, տեսնելով մեր երկրի թուլությունը, չհավատալով իրա բախտին, հարևան երկրի ղեկավարը, ամեն իրա ցանկությունը տեսնելով, որ ի կատար ահացվել, Ադրբեջանի ղեկավարը նոր ցանկություն ունի։ Հայաստան տեղափոխել իրա ժողովրդին, արդեն 10 միլիոն դարձած ադրբեջանցիներից իրենց ասելով իբր 300,000 մարդ է ստեղ ապրել։ Ոչ մեկն էլ չեն ապրել, ստեղ քիչ բնակչություն են իրանք ունեցել, այս ժամանակավոր են եկել։ Տենց պետք է ասենք։ Էդ է ձևը։ Ինչպես են հայերը հիմա ապրում Սումգայիթում։ Ոչ մի ձև չկա այս Սումգայիթում։ Կիրովաբադում, որի անունը Գանձակեր, չկա։ Բաքվում չկա։ Հայաստանում իրանք չի պետք է ապրեն։
3 ամիս առաջ ելել հայտարարումը ասում է պետքա վերադառնանք ավտոմեքենաներով։ Ադրբեջանի իշխանությունը դրա պատասխանատվությունը պետքա կրի։ Գիտնականները պետքա պատմություն գրեն իրենց համար։ Մեր ազգային ժողովի նախագահ դուրս է գալիս, պարզ նայելով հեռուստացույցի կամերային նայելով ասում է մենք պետքա հարմարվենք իրար հետ ապրելուց։ Այդ Սումգայիթում հայերը կարողացան իրանց հետ ապրել։ Կիրովաբադում կարողացան ապրել։ Բախի պետքա մեր երկրում ապրեն։ Խի իրանց մոտ չեն ապրել, ստե պետքա էլի ապրեն։ Մեր փոքր մնացած հայրենիքում։ Մի հատ լուծում կա, ժողովուրդ։ Այդ լուծումն ենք մենք առաջարկում, այդ լուծումն ենք քարոզանում Հայաստանով մեկ։ Պետք է ընդունվի օրենք, Հակա Սաֆարովյան օրենք։ Օրենքի անունը Հակա Սաֆարովյան։ Ասում են Եվրոպա կերսան։ Եվրոպայի կենտրոնում մի հատ հայ սպայի, ՆԱՏՕ-ի զորքերի կողքը, մի հատ ադրբեջանցուց չեն կայացել պաշտպանեն։ Մեզ դե ոնց են պաշտպանելու։ Ժողովուրդ, ոնց են ապահովելու հայերի անվտանգությունը ադրբեջանցիների հետ։ Ալեն Սիմոնյանը ասում է պետք է առևտուր անենք իրար հետ, պետք է իրանք կարան դաժե տուն ունենան։ 3 օր առաջ Փաշինյանը ելել ասում է իրանք տուրիստ են գալու ստեղ։ Ես տենց տուրիստ չտեսա, ադրբեջանցին գա տուրիստ արդիքում, ինչ տուրիստ ադրբեջանցի։ Իրանք ուզում են ուղղակի կլանեն վերջի հայկական հողերը։ Ու դա Հակա Սաֆարովյան օրենքով արգելելու են։ Ոչ տուն կարան առնեն ստեղ, ոչ հող են կարենալու առնեն ստեղ, ոչ նվեր են կարենալու ստանան ստեղ, ոչ էլ 10 օրից ավել հայկական հողի վրա իրանք պետքա մնան։ Երկու բանի մասին խոսեցի։ Մեկը իրանց չգալու մասին, ադրբեջանցիների չգալու, ու Հակա Սաֆարովյան օրենքը դրա օրինակն է։ Մեկը մերոնց չգնալու մասին, որ պետքա գործի տեղ, գործարան, առանց գործարան 1000 հատ խանութ ստե շարենք, ժողովուրդ։ Խանութը լուծում չի, դու աշխարհին պետքա ծախելու բան ունենաս։ Մեր երկիրը արդյունաբերականանալու է։ Մեր պոլիտեխնիկ համալսարանը ամենամեծ համալսարանն է լինելու։ Բոլորը սովորելու են երիտասարդները ընդ դառնան ինժեներներ, գան համայնքները կառուցեն, գործարանները լինեն, ամբողջ աշխարհին վաճառելու բան ունենան։ Սիրելի արտիքցիներ, մի բան էլ ասեմ։ Ձեր են հարևանները, բարեկամները, որ հմեկին դեռ հավատում են։ Մի հատ օրինակ իրանց բերեք։ Ասեք ժողովուրդ, եթե ուզում ես տեսնես մարդը ինչպես է լինելու, նայեք իր անցած ճանապարհը։ Թող մի հոգի գտնին, որ Կարապետյանին ասեն, որ իր անցած ճանապարհի մեջ մի հարամ բան արել է։ Իսկ Փաշինյանի անցած 8 տարվա մեջ տեսել եք ինչ էր եղել։ Ամեն օր մի հարամ բան արվում է։ Սիրելի արտիքցիներ, պետք է աշխատենք բոլորս իրար հետ, որպեսզի ունենանք ուժեղ երկիր, որպեսզի արդիկը վերածվի արտադրական շինանյութերի արտադրական քաղաքի, վերականգնի իր երբեմնի ակտիվությունը քաղաքը, որպեսզի օտարերկրյա տարրերը չգան մեր հայրենիք։ Այս գեղեցիկ ապագայի համար մենք պետք է 7 օր մնացել, 7-8 օր։ Պետք է պայքարենք, հարևանների հետ խոսանք, ասենք ժողովուրդ հմեկին դավերա մի արեք, փողը տալիս է ՔՊ-ն իրան, կառավարությունն է փողը տալի։ Բա ով տալիս է նրա մասին է մի բան կխոսան, լավ բան կխոսան։ Ուրիշ տեղերից ինտերնետով նայեք ճշմարտությունը, տեսեք ինչ է կատարվում Հայաստանում, ինչքան մարդու են նեղության մեջ գցում, ինչքան մարդու են ապօրինի տանում դատում։ Հային դատում են, թուրքը հայ սպանող ման է գալի աշխարհով մեկ։
Հային անկապ բանի համար տանեն դատեն, նենց տանջեն, որ սաղ ընտանիքը ծերանա։ Թուրքին ասում են մենք պետք է անցնենք, խաղաղության ենք գնում։ Կամերայով դնում են, հայերին սպանությունները նկարում են, ասում ենք պետք է անցնենք էդի։ Թուլությունը է սա, վախենում ես, ուղղակի չես կարող ձեն անես, կրվել ես մի անգամ, չես կարող ձեն անես, դրա համար անուն ես դնում դրան, իբր են որ տղան մի բանից վախենում է, ասում ուղղակի այդտեղով չեմ ուզում գնամ, մի բակից վախենում է, այդտեղ ինչ-որ մի հատ ուժեղ տղա կա, ասում ես ուրիշ տեղով եմ սիրում գնալ, նույնը ինքն է անում, աչքը վախեցած է, պետք է ուժեղ, քաջ և դժվարություն են գնացող առաջնորդ ունենան։